2018 թվականից էսքո մենք նմանատիպ process-ների ականատես ենք լինում եւ անկեղծ ասած լուրջ չենք վերաբերվում, որովհետեւ մենք լուրջ վերաբերվում ենք միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնին։ Իսկ ձեր նշած երկու քաղաքացիները որևիցե ժողովրդական զանգված չեն ներկայացնում։ Նրանք քաղաքացիական պայմանագրի կուսակցության շնորհիվ քաղաքացիական պայմանագրի ղեկավարի շնորհիվ հայտնվել են ազգային ժողովում եւ այն մարդիկ, ովքեր որ իրենց ձայն են տվել դրա համար վստահ եմ հաջորդ անգամ ձայն չեն տալու եւ նման process-ին որևիցե ձևով չենք վերաբերվում, չենք քննարկում, մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմունին ծնեց որպես քաղաքական գործիչ եւ դրանով սահմանափակվում է մեր քննարկումը։ Ինչ նորություններ կան Փաշինյանը փոխարեններ մեկ այլ տեխնացու այլ կերպ կվերաբերվեիք։ Եթե Աղազարյանն ու Ասլանյանը առաջարկեն։ Չէ, եթե ընդդիմությունը առաջարկեր եւ այլ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի մեկ տեխնացու եւ այլ քննարկումներ ոչ ունենում է, ոչ դրա մասին խոսում է, ոչ էլ մնացածի ներքին խժդժությունների, ներքին պայքարների, իրար զանգելու, հեռախոսին չպատասխանելու, զանգի սպասելու հարցերին չի անդրադառնում եւ չի քննարկվում։ Փաշինյան-Ալիև հանդիպումից ինչ նորություններ կարող եք ասել, հատկապես առաջընթաց կա թե չէ, հատկապես այն տեսանյութները տարածում գտավ եւ քննադատությունների տեղիք տվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը սուրճի էր հրավիրում Ալիևին եւ այլն։ Ես առաջընթացից պետք է ասեմ, որ քննարկումները շարունակվում են եւ կա համաձայնություն քննարկումները շարունակել, չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների ձևաչափով եւ դա լավ նորություն է եւ այն նորությունը չէ կոնկրետ նման բանի մասին ես տեղյակ չեմ եւ այո ենթադրում եմ եւ պետք է ասեմ որ նման գործընթացները ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի ժամի հետ կապված եւ հայկական կողմը եւ միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում որպեսզի իրականություն դարձնել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ինչ վերաբերում է քննադատություններին, ես չեմ ուզում շատ կտրուկ արտահայտվեմ, բայց կարծում եմ առիթ կլինի ես այդ քննադատություններին էլի շատ կտրուկ կառադառնամ։ Իսկ քանի որ Ադրբեջանը շարունակում է պնդել այդ նախապայմանները, դրանց շուրջ ինչպես են դրա հետ կապված Հայաստանը ինչ դիրքորոշում է դիրքորոշումը պարզ է, խոսակցությունը փակուղային չի կարող լինել, առնվազն այդ այսպես ասած առաջարկներին Հայաստան ունի մի քանի տարբեր լուծումների առաջարկներ, որոնք որ ադրբեջանական կողմին ներկայացվել է եւ այդ քննարկումը տեղի են ունենում, ել չեմ ասում, որ դրանք մեր ընկալմամբ որևիցե ձևով չեն կարող եւ չպետք է խոչընդոտել խաղաղության պայմանագրի կնքմանը, որովհետեւ այն մտավախությունները, որոնք որ հնչեցնում է Ադրբեջանը, իրականության մեջ, իրավական դաշտի մեջ գոյություն չունեն։ Կրկնում եմ, գոյություն չունի իրավական դաշտում, հայկական իրավական դաշտում նման խնդիր, որը որ այսօր հնչեցնում է Ադրբեջանը, բայց քննարկումները շարունակվելու են, մենք այդ ուղղությամբ ենք շարունակելու։ Նկատի ունեք, որ գոյություն չունի, իսկ դրա շուրջ ինչ-որ քննարկում կա, թե արդեն այն ինչ-որ կա դուք գիտեք։ Իսկ պարոն Սիմոնյան, վերջին հարցն է։ Երկու հարց ուրեմն։ Չէ, ձեր վերջին հարցն է։ Ընդդիմադիրները ասում են, որ ռազմաբազայի, ես այդ հարցը ձեզ նաև ասուլիսին տվեցի, որ այդ երրորդ ուժերի մասին այդպիսի քննարկում Հայաստանի եւ կարող է Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի Հայաստանի Հանրապետության տարածքից հանելու հարց։ Բայց պարոն Սիմոնյան, այդ կետը երրորդ ուժերի ներկայության մասին կարող է ինչ-որ X փուլում օրինակ Ադրբեջանը մեկնաբանել նաև եւ ներկայացնել որպես պահանջ ռուսական ռազմաբազան հանելու։ Նախ խոսքը գնում է սահմանների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության մասին։ Հիմա հայ-թուրքական ինչ։ Չէ, դա աբսուրդ է։ Չէ, աբսուրդ է։ Որովհետեւ այդպես դիրքորոշում մեկնաբանել Դա աբսուրդ է։ Նման բան չի քննարկում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել
ու տենց բան չկա, մի խոսքով չգիտեմ, ով է տենց խելացի բաներ ասում։ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ի թիվս այլ հարցերի խոսել է նաև կոռուպցիայից եւ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության Հայաստանի ամենահարուստ մարդն է եւ այնտեղ կասկածներ կան, որ այդ ամեն ինչը կոռուպցիոն ճանապարհով է եղել։ Դե կարծում եմ ինքը պետք է բժիշկի դիմի, եթե տենց հայտարարություններ է անում, որտեվ Նիկոլ Փաշինյանը ամենաբաց երկրի ղեկավարն է երբևիցե Հայաստանի Հանրապետությունում եղած եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը գիտեն թե ով է ամենահարուստ երկրի ղեկավարը եւ ում դեմ է այս պայդրությամբ $200 միլիոն, իսկ ես չեմ նայել այդ այսպես ասած ասուլիսը, որը ես ասուլիս չեմ համարում, հարցազրույցը ես չեմ նայել եւ պետք է ասեմ, որ ավելի լավ կլներ ինքը խոսար այդ $200 միլիոն վերջը Ղարաբաղից էին բերել, պապներ կտակե, Ալբանիայից էին ստացել որպես օգնություն, թե որտեղից է այդ $200 միլիոն, ել չեմ ասում մնացած ունեցվածքը, որը որ մենք դեռ գիտենք։ Հələ այսքանը գիտենք, հələ այսքանի հայց ներկայացվել է, հələ ինչքան բան է բացահայտվելու, թող դրա մասին խոսա, անպայման կնայեմ, չեմ կարծում, որ կարողանա բացատրի, որովհետև այդ արդարանալուն միտված հարցազրույցը, որը ինքը տվել է, իրան չի փրկելու։ Հայաստանի Հանրապետությունում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ իր դեմքի ջղաձգումները հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը Հայաստանի Հանրապետություն խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իր թայֆայով, հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտարը ինքը իր մտածելակերպը, իր գործելավոճը հայ մարդուն օտար է եւ ինքը օտար է Հայաստանի Հանրապետությունում, ինքը հայ ժողովրդին վերաբերվել է որպես խոպանի տեղ, Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք եկել են այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մարդասպաններ են։ Իրանք այո, ինչ անենք, տարբեր տեղերում Հիտլերն էլ շատ բան է ստացել, տոկոս է ստացել, բայց դա չի նշանակում, որ ինքը մարդասպան չի։ Քաղաքացիների հանդեպ չի ձեր։ Իսկ ինչի պետք է ինչ-որ մեկը տեսնի մեկին մարդ սպանելու ժամանակ, որպեսզի դուք Հիտլերին տեսել եք մարդ սպանելուց։ Տեսել եք։ Պատմական լիքը փաստեր։ Դե ես էլ ասում եմ, ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իր ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ ու հիմա էլ է տենց վերաբերվում։ Հարգելիս, գիտեք ինչ, այդ ով որ տենց բանա հիշացնում, ամենաստոր մարտավարությունն է բանանում վերցնում, որովհետև 3-4 ավտո առաջ դժբախտ պատահարը, մի բան է, որ մեկին ասում ես տարեք սպանեք կամ խումբ է ստեղծում կամ հրաման է տալիս, հետո վեր ես կենում սուտ ես խոսում դրա մասին, ասում ես մարդիկ կրակում էին, թաքնվում էին, մարդ ես գնդակահարում Հայաստանի Հանրապետությունում եւ մի բան է, երբ որ ճանապարհատրանսպորտային պատահար է լինում եւ այդ աղջիկը, որ մեր համար շատ մեծ ցավ է, վախից, այդ արագությունից, վախից չհասկանալով ինչ ակա հետ ավազում եւ 3 ավտո առաջ այդ համեմատությունը մի րոպե հանգարց չմտածես քեզ եմ ասում ես քեզ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում ինչ ես բոլորին բայց այդ մարդիկ ովքեր փորձում են այդ բանը շահարկել ստորեն եւ շատ վատ բան են անում քաղաքական դիվիդենդ շահելու համար տես բան են անում, համեմատելու բան, դա օրական ցավոք սրտի կա պատասխան, տես բան չկա որ Հայաստանում Շողիկ, Հայաստանի Հանրապետությունում չկա դեպք, որ պատասխանատվություն չկա, անկախ նրանից ինչ պաշտոնյաներ են, ինչ աստիճանի պաշտոնյաներ են, չկա տես դեպք, չկա ու չի լինելու։ Իշխանությունները ընդդիմախոսները մեղադրում են, եթե որ դուք ասում եք Քոչարյանի ձեռքերը արյունի մեջ են, նաև ձեզ մոտ 5000 զոհեր ունենալու։ Եվս մեկ անգամ ասեցիք 5000, ես ձեզ հարցազրույց չեմ։ Մոտ չի կարելի, կլինի մոտ մեր երեխեքի մահվան թիվը չավելացնենք։ Մարդկանց ներողություն 50 թիվը եւ տենց բան եմ ասել։ Հասկանալի է, որովհետեւ թիվը հստակ չէր։ Հիմա երբ որ թիվը հստակ է, ասենք 3998-ը սարքել 5000 պայմանական եւ ասել
այս պայդրությամբ մեր ինֆորմացիայից ելնելով 50 էսկոմ 50-ում դեռ չենք կարող ասել նույն բանն, հո լսեք, ձեզ թվում է այդ ամեն բառը վերցնելը, տենց պտտացնելը, այս մարդիկ էլ որ նստած են էկրանների դեմը, հիմար են, չեն հասկանալու, որտեղ որ ինչ ասվում ու որտեղ ոնց է շփոթտծվում, չէ, տես չի լինի, վերադառնանք ձեր հարցին, մեզ մեղադրում են, հա, լսել եմ, որ Քոչարյանը ասում է Հայաստանն էր մեղավոր եւ հայերն են մեղավոր, որ 44 օրյա պատերազմ տեղի ունեցավ, ուզում հասկանամ պատերազմի ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի վրա հարձակում լինում են զինվորները, որոնք որ մահացել են եւ այն պատերազմը, որը որ եղել է ոչ մեր պատճառով, ոնց կարելի է կապել քաղաքական ղեկավարության հետ, ուզում հասկանամ։ Հիմա եթե ես հարձակվեմ ձեր վրա, ներողություն եմ խնդրում, եթե ես հարձակվեմ ձեր վրա, դուք եք, այ ապրեք, za что, ուրեմն դուք եք մեղավոր, լուրջ, այդ ոնց է տենց ստացվում։ Ռասմա Փաշինյանի ճանաչել էր Արցախն Ադրբեջանի կազմում արդեն եւ չպետք է շարունակել։ Չէ, տենց չի ասում նախ, հետո Ղարաբաղի ճանաչումը եղել է Պրահայում, արդեն պատերազմից հետո է եղել եւ դրանք համեմատություններ անցկացնել, ես հասկանում եմ շատ անգրագետ մարդու համար դա շատ բաց գործելավոճ է եւ հայտնի գործելավոճ է։ Դե Հուլիսյան մարտերն էր հիշեցնում ավելի շուտ բան Սիմոնյանը։ Դու գիտեք ինչ հիմա, գիտեք ինչ, մի կասի դեես դա նկա, լսեք, քաղաքական գործիչները շատ հաճախ նման բաներ ասում են, ես էլ եմ նման բաներ անում, մնացած քաղաքական գործիչներն էլ են նման բաներ ասում, բայց կա փաստ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև լարվածություն 2018 թվականին լավատեսություն չէր նշնչում, ցիտում եմ Սերժ Սարգսյանին եւ գտնվում էր փակուղում, դրանից առաջ կար ապրիլյան պատերազմ, հետո իրանք անընդհատ երբ որ ընտրություններն էր վարչապետ 2018 թվականին ասում էին, բա Ղարաբաղի հարցը ոնց է, բաստեղ, չեք հիշում, այդտեղ վարչապետին հարցեր էին տալիս դրա հետ կապված, մենք էլ զարմանում էինք, ասում ենք, ինչի՞ է դա կապված էր նրա հետ, որ այնք շատ լավ գիտեին, որ պատերազմը սպասվում եւ այդ պատերազմը իրենք որոշեցին թողնել եկող իշխանությունների վրա, որովհետև եթե Աստված մի արածցե, օրինակ Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար կամ Ռոբերտ Քոչարյանը լիներ երկրի ղեկավար, իրանց Հայաստանի ժողովուրդը չէր խնայելու եւ չէր ներելու եւ չէր հասկանալու ինչ արեց 2021 թվականին մեր հետ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ 2021 թվականին այո։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել եւ ոչ մի խաղաղությամբ հաստատվել չի լինել։ Նախ իրանք դա ասում են հենց պատերազմից հետո եւ երկրորդը Ռոբերտ Քոչարյանը, երբ որ պարտության սիմվոլներից է խոսում, թող հիշի, որ ինքը երբևիցե հաղթանակ չի տարել քաղաքական դաշտում, նա միշտ պարտվել է բոլոր ընտրություններում, իսկ պատերազմի դաշտում իր անձամբ իր մասնակցության հետ կապված, այ լավ հարց տվեցիր, ասիր դու անձամբ տեսել ես Ռոբերտ Քոչարյանին պատերազմի դաշտում չի հաղթել։ Ես կարամ դրան հարցով պատասխանեմ, թեկուզ ռետորական, որ քո կողմից պատասխանի կարիք չի լինում։ Իսկ դուք տեսել եք իր մարտավարական անցած ուղին եւ այդ մարտավարական անցած ուղու ապացույցները։ Ես անձամբ կարծում եմ, որ շատ մեծ կասկածի տակ է։ Միակ հին վիդեոն, որ տեսել եմ, այդ որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրան հարցնում է, ասում է հայր մերը գիտես, դրանից առաջվա տեսանյութ ես չեմ տեսել, ես այնտեղ տենց մարտական ուղի անցած խիզախ մի զինվորի մի ոյնիչ տեսա։ Մեջ լավ նկարագրել է ինքը։ Դուք իր գիրքն էլ եք կարդաց, Աստված իմ։ Նիկոլ Պարոն Փաշինյանը Սիմոնյան, արդեն Էդ էլ ասեմ, այդ ձեր ընտրությունն է, բայց ոնց կարելի է Քոչարյանի գիրք կարդալ։ Սիմոնյան արդեն մի Շողիկ վերջ։ Չէ, շողիկ վերջ։ Դու տուր այդ հարցը։ Մենք հարաբերությունները պետք է ռազմավարական մակարդակի վրա բերել։ Ով ասում։ Ըստեյության Ռոբերտ Քոչարյանը եւ նա ըստեյության ասում է, որ նյութենական պետության մասին երբևէ խոսակցություն չի եղել, Բելարուսի նախագահ անգամ իրեն այդ մասին երբևէ չի խոսել եւ այս ամենը կեղծ օրակարգ է եւ միջնավոր իշխանությունը այս օրակարգը բերում է առաջ, որպեսզի լարվածություն ստեղծի ժողովրդի մոտ, որ մենք ինքնիշխանությունը այսպես կամ անկախության պահապաններն ենք, իսկ Ռոբերտ Քոչարյանը ուզում է նյութենական պետության մեջ։ Բայց նախ ինքը իր նախ Բելարուսի նախագահան դրա մասին բարձրաձայն ասել է։ Իսկ մենք բոլորս լավ գիտենք, որ քաղաքականության մեջ հաճախ լինում է, որ մեկ-մեկ ոչ ուղիղ ձևով է ասվում այն բաները, որը որ պետք է ասվի։ Հիմա պարտադիր էր Ռուսաստանի Դաշնության նախագահը նման հրապարակային մեզ առաջարկ աներ, չէ, քաղաքականության մեջ հաճախ դες բան, իսկ Բելարուսի նախագահը, որ այդ միութենական միության եթե ոչ հավասար, ապա առնվազն երկրորդ ներկայացուցիչն է ասել է։ Մյուսը Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի
ասուլիսներից մեկի ժամանակ, այն որ ասում էր վերպետական որևիցե ինքը դրա մասին խոսել է։ Նաև այն մարդկանց, այն քաղաքական ուժերին, օրինակ Վարդանին Ղուկասյան, որ իրենք պաշտպանում են, այդ մարդը արդեն բաց է ասել։ Այսինքն ինչ ուզում եք իր այդ ամեն ձև այդ խուսափելը ասել, դե ես չեմ ասել, ուրեմն հիմա ես հարցազրույց տամ, վարչապետը ասի, դե ես տես բան չեմ ասել, ասենք ինքն է ասել։ Օրակարգում նման հարց չկա եւ նման մտադրություն չկա։ Ում օրակարգում։ Ում օրակարգում։ Առասարակ Ռուսաստանի օրակարգում եւ ինքը չէ որ դա պետք է իրականացնի։ Լսեք, երբ որ կլինի պատասխանեմ։ Չէ, շարունակողի, դաստարի իշխանության է մերոք, եթե պետք լիներ, այդ ժամանակ կդառնային, եթե ցանկանայի դառնալ միութենական պետության անդամ։ Դե նախ եւ առաջ այդ process-ը պետք է տնտեսական առումով ավարտին հասցնել եւ դրա համար տեղի են ունենում գույք պարտքի դիմաց գործարքները, գազատարի դուք հասկանում եք, որ ասենք այն ինչ որ մենք էներգետիկ առումով հիմա կախվածություն ունենք, այդ դրա խնդրը եւ դրա հիմնական անողը Ռոբերտ Քոչարյանն է, հասկանում եք։ Գնացել է, եղել է, կներեք էլի ժողովրդը թողներ ինձ հայերեն ոչ այքան հայերեն ու գրական բառեր օգտագործել, գնացել է խողովակը, որը որ նախատեսվել է Հայաստան այլընտրանքային էներգակիր գազ բերելու համար, բանը փոխել է տրանզիտայինից, որ թեորապես եմ ասում, որը որ կարար օրինակ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարար էր, բանը փոխել է, դիամետրը փոքրացրել է, բա այդ նախապատրաստական փուլը կապը, դուք հասկանում եք, ասենք, չգիտեմ, հեղափոխություն անելու համար Լենինի այդ տենց հիմնական սկզբունքներից մեկը, որ դու պետքա կապը վերցնես, կապը Արմենթելը հիմնական բաները հանել այն 200 միլիոնը, տեսեք ինչ 250 միլիոնի դիմաց, որ հիմա մեղադրվում են, հա ինքը 200 միլիոնի համար, 250 միլիոնի դիմաց տվել է այլ երկրի, էլ չեմ ասում, որ ներողություն, բայց տեղել է ինքը ստում, որովհետև այն ժամանակ այտենց օրակարգ Ռուսաստանը դեռ չի ունեցել, օրակարգները փոխվել են, ասենք այն օրակարգը, որը ունեցել է Ռուսաստանը 2000 թվականին, դեռ խոսել է Ռուսաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին, լուրջ եք ասում, այսինքն ինքը ում է ուզում էշի տեղ դնի, ինքը մտածում է, որ ինքը անգրագետ է, մնացած բոլոր անգրագետ են, իսկ ինքը անգրագետ է եւ անգրագետ է։ Պարոն Սիմոնյան, շողից մի րոպե պայլակն է։ Տեսեք, մի քանի օր է Աննա Հակոբյանը գրառումներ է անում տարբեր քաղաքացիների վերաբերյալ նրանց ոչի, տխմար անվանում, տգետ եւ ըստ էության, եթե արձագանքում է ու իրեն վերաբերյալ հայտարարությունները, քննադատությունները, վիրավորանք ու զրպարտություն է որակում, ինչու դատական հայտ չի ներկայացնում եւ այնուամենայնիվ մարդկանց ինքը նման կերպ է արտահայտում եւ զուգահեռ իրականացնում կրթվել է նորաձև է արշավը։ Նախ ես տեղյակ չեմ, որ նման դատական հայց կամ որևիցե բան չկա, ես դրա մասին տեղեկություններ չունեմ։ Երկրորդը այսօրվա մեդիա դաշտի եւ ցանցերի սոցցանցերի այտենց բացի թողի իրավիճակում ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ, նաեւ հրապարակային մարդ ազատ է արձագանքել այն ձևով, ինչ ձևով որ ուզում է եւ կարծում եմ, որ այն համեմատականներ ինչ որ անցկացնելը անցյալի հետ կապված անտեղին են, որովհետեւ նախ եւ առաջ անցյալում որևիցե մեկի կնոջ, չեմ ասում երկրի ղեկավարի կնոջ, որևիցե մեկի կնոջ մասին մի լրագրողից սկսած իրենց տենց դուխով հիմա բլոգեր եւ քաղաքական գործիչ անվանող մարդկանցով վերջացած հələ փորձեին մի հատ մի տարեսկոմ ենկոմ բանան գրեին, այնքան կծեցեին, էշին քերի կասեր, այնքան կծեցեր, այսօր որևիցե մեկ թող շողիկ, այլ կներես, ես քո հետ լրիվ համաձայն եմ, դու աշխարհի ամենաճիշտն ես, բայց ես եմ հիմա խոսում, եւս մեկ անգամ ընդհատեցիր, ել ընդհանրապես քո հետ չեմ խոսի։ Եվ այն այո, իրավական երկիր է, եւ այն իրավիճակում, երբ որ ինչ-որ մեկը մտածում է, որ իրան ինչ-որ մեկը վիրավորել է, այդ թվում այն մարդիկ, ում մասին դուք ասեցիք, թող դիմեն դատարան իմ կամ Տիկին Հակոբյանի դեմ։ Ինքը ինչու չի դիմում դատարան, պարոն Սիմոնյան։ Ես արդեն դրան պատասխանել եմ։ Ամբիոնից հայհոյանք հնչեցնելն էլ է, ուղղակի տեսակետ հայտնելու հարց ու հեռուստադիտողը հայ այդ ուղիղ եթերով թեկուզ նայող մարդիկ պետք է դա դիտան, օրինակ Արսեն Թորոսյանին կամ Լևոն Քոչարյանին, որ իրենք ստիպված են լինում լսել այն, ինչը չպետք է լսեն խորհրդարանական երկրի ամբիոնից, հա, ասեն ժողովի։ Նախ եւ առաջ այդ ամենը սկսվեց նրանից, որ ձեր նշած
մարդը Քոչարյանի փոքր տղան որոշեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ազգային ժողովի դահլիճում, չնայած նրան, որ այնտեղ կային կանգնած կանայք, կան հղի падգամավորներ ունենք, մենք հղի կանայք ունենք, падգամավորներ ունենք, եւ եթե կա վերջացնեմ, հա, եւ հնչեցեց սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանի պատասխան ասվել է, որ այն ամեն ինչ որ հնչեցվել է, վերաբերելի է նաեւ ձեզ եւ դա ձեզ է վերաբերվում, եթե դուք նման բան եք ձեզ թույլ տալիս։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ես կարծում եմ քաղաքացիները իրենց գնահատականը կտան եւ ես ձեզ վստահեցնում եմ նաեւ քաղաքական գնահատականը չի դադարելու այս դահլիճում հնչել եւ այն ինչ որ պարոն Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, պետք է քաղաքական առնվազն հետևանք ունենա եւ ունենալու է վրա մեջ սովորություն մեկը չկասկած։ Նա ձեզ զգուշացրել է, ասել է, եթե շպրտելու լինի, դուք բարձր եք նստված, զգուշ եղեք, որտեղ ավելի ցավոտ կլինի ձեզ ամբիոնից։ Գիտեք, այստեղ խնդիրը ինչու՞մն է կայանում, պետք է հասկանանք ով է նա։ Բացի հայտնի երգչուհու ամուսին լինելու եւ մարդասպան չընտրված, կոռումպացված երկրի ղեկավարի տղա լինելու ինքը ով է, ուզում հասկանամ։ Քաղաքական գործիչ չէ։ Օրինակ տեսեք, Սերյան Օհանյանի պարագայում այդ մարդը ունի ինչ-որ ռազմական անցած ուղի, հա, Արծվիկ Մինասյանի պարագայում քաղաքական գործիչ է, որը ունի մեծ անցած ճանապարհ։ Ով է նա։ Ոչ մեկ, նա ոչ մեկ է։ Նա, ասեցի, հայտնի երգչու ամուսին է, իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, անձնական ձեռքբերումը դա է, երկրորդ ձեռքբերումը դա այն է, որ ինքը ինչ-որ մեկի տղան է, երբ որ ինքը կգիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ ազգային ժողովի փոխոսնակի ուղղությամբ, ազգային ժողովի падգամավորների ուղղությամբ, ել չեմ ասում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի ուղղությամբ։ Տեսեք, ես բավականին սուր եմ խոսում, հաճախ եւ բավականին կտրուկ գնահատականներ եմ ինձ թույլ տալի, բայց ես երբևիցե ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, ասելով, որ ինքը մարդասպան է իմ համար, ես գիծ կա չեմ ասնում, ես ինձ թույլ չեմ տալի ասեմ, որ չասեմ ինչ, նույնիսկ օրինակ չբերեմ, որտեղ կա գիծ, որտեղ եթե ես դա այդ գիծը անցնում եմ, այդտեղ ես եմ դառնում ավելի վատ իրավիճակում։ Ինքը անփորձ ջահել է, որը որ ասեցի, միակ առավելություն ունի ու իր տեղը, իրան իմ գործընկերները, ես երկրում չէի, 4-5 օր աստեղ էի, նիստերի էր գալիս էր այգում նստած էի սրճանում անցնում էր, 4-5 օր աստեղ էի, բան չէր ասում, հենց այստեղ չէ, եկավ ելույթ ունեցավ, բայց գալու է չէ դահլիճ, բայց հուսամ ոչ մի բան, քաղաքականից բացի ոչ մի բան, ես ու իրանց մակարդակին չեմ, ես ոչ մարդասպան եմ, ոչ ինչ-որ մեկին դուրս ամբյոնից ներքև շպրտող եմ։ Ես այն մարդն եմ, որը կանոնները Այո, ասել եմ ու նորից եմ ասում, ով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստերը խաթարի, ես իրան դուրս կբերեմ ու դուրս կշպրտեմ նիստերի դահլիճից, բայց դա չի նշանակում, որ այդ արտահայտությունը, այդ գողականի, այդ ինչ-որ բանի, ասում եմ, ես գիտեմ ես ով եմ, ես իմ անցած ճանապարհ ունեմ, հաջան։ Լևոն Քոչարյանը դες գողական է գնում այժմ։ Լսի, ինքը ոչ մի ձև չի գնում ու ոչ մի ձև չի կարա գնա։ Ես ասեցի, ինքը կարա Քոչարյանական գնա, ինքը Քոչարյանական էլ գնում է ու սաղկյան Քոչարյանական էլ գնալու է։ Ինքը ուրիշ բանի ունակ չի։ Նույնիսկ հայերեն խոսալուց խնդիր ունի այդ մարդը, ինչ ունեմ ես իր հետ խոսում։ Որ ասում եք գծեր կան, որ չեմ հա անցնում, բայց դուք մի այնպեսի գիծ եք անցել։ Օրինակ թքել եք քաղաքացու վրա, դրանից այն կողմ էլ ինչ պետք է լինի։ Ես ներողություն եմ խնդրում, նախ ես չեմ հասկանում, ձեզ թվում է որ դուք ամեն անգամ էդի որ ասում եք, ես դες պետք է ամեն անգամ նույն ֆրազը կրկնեմ։ Ես այդ մարդուց ներողություն եմ խնդրել հրապարակային։ Ես դա արել եմ տարիներ շարունակ իմ նկատմամբ ատելության եւ հարցակումների, վիրավորանքների իմ ընտանիքի անդամի ներկայությամբ ինձ վիրավորելու ընթառաջ։ Ու այն անեկդոտը ես իզուր չպատմեցի, երբ որ Լևոն Քոչարյանը այդտեղ գլուխ էր գովում ու դեմքի մկաններով էր խաղում հորը նմանակելով, որ ինքը սաղկյանք արդարանալու է եւ իր նկատմամբ այդ ամեն ինչը նրա պատճառով է, որ ինքը այն մարդու տղան է, որը որ ինքը կա։ Ես իմ արածի համար ներողություն եմ խնդրել, ես անցել եմ ճանապարհ, ես դրա մասին խոսում եմ բացեբաց, ես դրա հետ կապված խնդիր չունեմ։ Որ ասում եք Դե որ լսեք, երբ որ ես քաղաքական գործունեությամբ էի զբաղվում, շատ ու շատ մականունավորներ կային այս շենքում, շատ ու շատ։ Նույնիսկ այդ ժամանակահատվածում մենք ելույթների մեջ, գրառումների մեջ այդ մականունները, բաները չէինք օգտագործում։ Էլ չեմ ասում, ասենք հրապարակային լկտիանալ, իսկ ինքը լկտիացել է,
Իսկ դրա պատասխանը լինելու է միանշանակ եւ ոչ միայն իրան եւ մնացած են բոլորին, ովքեր իրանց նման թույլ կտան։ Չէ, ասում եմ, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում ամեն ինչ ունենալու է իր հետևանքը, որովհետեւ ազգային ժողովի նիստերի խանգարում այդտեղը չի կարող ունենալ։ Դա օրենքով սահմանված է, դա իմ ցանկությունը չի։ Ես որ ասում եմ, ես դուրս կշպրտեմ, ես ու նկատի չունեմ, որ ես տենց ինչ-որ ուժեղ գոհական տղա եմ, հեսա գալու եմ, սենց բռնեմ ու տանեմ դուրս շպրտեմ, հələ վերջում եմ մի հատ էլ հայոյեմ։ Ես նկատի ունեմ, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված կարգ կա, որ կարող է հեռացվել դահլիճից, դե կարող է հեռացվել, բայց երբ որ այդ ժամանակ գոռում, ղժում են դու ով ես եւ այլը, ասենք վերջի ամենաձևով իրանց պահում են, բնական է ձևակերպումը վերաբերում է դրան, բայց դուք երբևիցե տեսել եք, որ ես ինչ որ մի պարագայում լսի հարցազրույցս նայել ես, ես դրան պատասխանել եմ հարցազրույցում եւ համարում եմ, որ այն թեժ պարլամենտը, որը որ մենք 2021 թվականին ունեցանք, եւ այսօր ես շատ մեծ հաջողությամբ իմ աշխատանքը կատարել եմ, շատ մեծ հաջողությամբ, որտեվ հենց իրանց նպատակը ստեղ թեժացնել էր ու հիմա էլ է դա նպատակը, որովհետեւ օրակարգ չկա։ Հələ տեսեք, խնդիրը գիտեք ինչումն է, տեսեք ինչից ենք խոսում, հա? Ինչից ենք խոսում։ Խոսում ենք վիրավորանքներից, սեռական բնույթի վիրավորանքներից, խոսում ենք իրար վիրավորելուց, իրար պիտակավորելուց, կոռուպցիայից, բա ի՞նչն է իրանց օրակարգը։ Կրկնում եմ, հարց եմ տալի, խնդրում եմ ձեզ, գնացեք, երբ որ տեսնեք ընդդիմադիր լրագրողին, հարցրեք, ասեք, հարգելիներս, այն օրակարգը, որով որ դուք եկաք պարլամենտ, ո՞րն է այնուամենայնիվ, անցավ տարուկես, ո՞րն է։ Բա ինչի իմպիչմենտի գործընթացին չեն միանում, թող միանան։ Ես այդտեղ սատարում եմ։ Ոնց։ Թող իրանք միանան, ցույց տան, որ իրանք կան։ Ես այդ առումով ես շատ համարում եմ, որ թող միանան։ Բա ինչի են հիմա իրանք իրար, այսպես ասած, գզվրտոցների մեջ ընկել։ Դե երկու վարկած կա, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ այնուամենայնիվ չի կարող ռեալ գզվրտոց լինի, որտեվ իրանք երկու որակներ են քաղաքական, եւ երկրորդ տարբերակը այն է, որ փորձում են իրարից, այսպես ասած, բան տանել, համակիրներ տանել, որպեսզի գալիք ընտրությունների ժամանակ ավելի շատ ձեն հավաքեն, որտեվ իրանց ընտրողների դաշտը զանգվածը նույնն է։ Եվ էսա պատճառը։ Ռոբերտ Քոչարյանին դուք տեսնում եք ձեզ որպես մրցակից, որովհետև վերջին շրջանում իշխանության բոլոր ելույթները, հարցազրույցները նվիրված է Ռոբերտ Քոչարյանին եւ միտումնավոր կերպով անընդհատ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, այսպես ատելության մթնոլորտ է ձևավորվում։ Մրցակից եք տեսնում։ Նախ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ատելության մթնոլորտ կա առաջի օրվանից, երբ որ ինքը դարել է երկրի ղեկավար, այդ օպերացիա կալցոներով, հոկտեմբերի 27-ներով, մարտի 1-երով։ Երկրորդ ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում։ Խնդրեմ։ Կլինի։ Խոստովանում եք, որ չեք նայել, բայց շատ նյարդային։ Ստեղ եմ, ես հարգելիս, ես իհարկե մեր որոշումը չի միանշանակ։ Ես վստահ եմ, որ կլինի բանտում, որտեղ ես հավատում եմ մեր արդարադատությանը, որտեղ ես արդարադատության հետևողը, այդ արդարադատության մեջ բարեփոխումներ անողները մեկը ես եմ, եւ ես հավատում եմ այն արդարադատությանը։ Դե գիտես ինչ անենք, հիմա ինչ որ մեկը ժամկետ է դրել, բայց դու պատկերացնում ես քննիչները այն ժամանակի, քննիչների մակարդակով ապացույցներ են վերացրել։ Քննիչները, որոնք հիմա հետախուզման մեջ են գտնվում, ապացույց են վերացրել, հասկանում ես, ու ասել, որ դրա ասենք 7 տարի է անցել, կարող է մի 5 տարի էլ անցնի, բայց ես վստահ եմ, որ արդարադատությունը հասնելը ես նյարդային եմ արձագանքում, որովհետև ես կարծում եմ, որ մենք խոսում ենք բաներից, որոնք որ ակնհայտ են բոլորի համար, եւ ես մտածում եմ, որ ձեզ էլ է ակնհայտ։ Ես հարցազրույցը անպայման կնայեմ, միջի հիմա չեմ նայ, որովհետև հյուր ունեմ, տեսակ հյուր ունեմ, հյուրի հետ է եւ հյուրը դեռ շենքում է եւ իր հետ սրճարանում նստած էի եւ հարցազրույցը խոստանում եմ անպայման կնայեմ, դրան կարձագանքեմ, դրա մասին կգրեմ այն ամեն ինչ որ ես մտածում եմ, ինչպես արել եմ միշտ ու անելու եմ միշտ, արել եմ միջև իշխանություն դառնալը, արել եմ միջև անվտանգության աշխատակիցներ ունենալը եւ նույնիսկ դեպք ա եղել, որ ինձ վիրավորել են, հետո դրանից հետո այդ մարդու քիթն ա կոտրվել։ Ես դա արել եմ միջև անվտանգության աշխատակից ունենալը եւ Չունե, չէ, Հովհաննես Մովսիսյանն էր կողքս, ուրիշ մարդ չկար։ Եթե Հովհաննես Մովսիսյանը անվտանգության աշխատակիցը, այն էլ ջղայնացել եմ, նեղացել եմ իրանից, որտեվ շատ տենց չէր մասնակցում այդ ամեն ինչին, ուղղակի բաժանում էր, բայց ես այն վաղ անվտանգության աշխատակից չեմ ունեցել, Նարեկ ջան, եւ կրկնում եմ, վաղը մեսօրը, երբ որ ես անվտանգության աշխատակից չեմ ունենալու, այն մարդիկ,
Բարև քեզ։ Երկը ինչի՞ պետք է դուրս չգա։ Այն մարդիկ, ովքեր հիմա ինձ դրա մասին, այո, այն երկրում, որ ես այսօր փորձում եմ իմ համակարգացիների հետ կառուցեմ, այո, կունենամ եւ այն մարդիկ, ովքեր հիմա հոխորտում են, ասում են, դե դու անվտանգության աշխատակիցներս, այո, ունեմ ու պետք է ունենամ, որտեղ դա օրենքով ինձ հասնում է, բայց երբ որ չունենամ, իրանք ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան ես։ Շնորհակալություն։